մեջ է։ Իսկ դուք ունեք Մայր Աթոռի բարձրաստիճան սպասավորներին հարցեր ուղղելու հնարավորություն։ Իհարկե։ Ուղղել եք տարբեր հարցեր։ Օրինակ, Մայր Աթոռում բարձրաստիճան հոգեորականները խախտել են կուսակրոնության ուխտը, թե ոչ։ Ունեք շատ լավ, իսկ ձեր օրակարգի մեջ չի մտնում այդ հարցերը ուղղել։ Այդ ձեզ ընդհանրապես Ձեզ ընդհանրապես դա որպես քրիստոնյա, որպես քաղաքացի չի հետաքրքրում այդ հարցերը։ Ինձ հետաքրքրում է։ Ես ուզում եմ ինձ հետաքրքիր է այն բարձրաստիճան հոգևորականը, ով որ ընդհանրապես ինքը այնպիսի հոգևորական է, որ կարող է կարգալույծ անել ինչ որ հոգևորականի։ Ինքը անձամբ ամբողջությամբ մաքուր է, թե ինքը նույնպես ունի խնդիրներ, մասնավորապես խախտել է արդյոք կուսակրոնության ուխտը եւ նմանատիպ շատ հարցեր։ Բայց ինչու նոր հետաքրքրություն։ Ինձ դրանք Դպիրի խոսքը տեղ չէր ասել։ Դուք եք դպիր եղել։ Հա։ Դե մի կողմ դաշտեք կմոտենանք։ Ես ուղղակի խնդրում եմ քաղաքացիների հետ հարգալից խոսել։ Ուղղակի խնդրում եմ քաղաքացիների հետ հարգալից խոսել։ Չէ, ուղղակի ես ձեզ եմ խնդրում լրագրող Ես ձեզ եմ խնդրում, չէ, պետք չի, շնորհակալ եմ։ Ես ձեզ եմ խնդրում լրագրողների հետ նույնպես հարգալից խոսել։ Բայց լրագրողները շատ են վիրավորում ժողովրդին։ Շարունակենք զրույցը պաշտոնյայի հետ։ Դե ես դրա համար լրագրողներին նույնպես խնդրում եմ։ Ես շարունակեմ ձեզ գնահատական ժողովուրդը տվեց։ Դուք պաշտպանության կարիք ունեք։ Բան չէ, պաշտպան։ Ժողովուրդը ձեզ տվել է գնահատականը, չէ՞ ես Մարտին անկապ։ Բայց շնորհակալություն, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ շատ, մերսի շատ։ Պարոն Հակոբյան, բա ինչի 7 տարի անց միայն դա հետաքրքրեց ձեզ։ Տեսեք, ես մի բան կարող եմ ասել։ Հաճախ լրագրողները ասում են եւ մեր ընդդիմադիրները ասում են դուք թիրախավորել եք կամ փորձում եք զավթել եկեղեցին, հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Ուրեմն որևէ մեկը, որևէ իշխանություն, ընդդիմություն, իշխանություն, աղանդավորական ինչ-որ շարժում չի կարող զավթել մի կառույց, որը 1700-ամյա կառույց է եւ ինքը իր ներսում չունի տարաձայնություններ, խնդիրներ, բազմաթիվ խնդիրներ։ Եթե իրենք միասնական լինեն, ներողություն, թույլ տվեք ավարտեմ։ Եթե 1700 յուրաքանչյուր 1700-ամյա կառույցի ներսում լինեն միասնական, միահամուռ, որևէ այլ իշխանություն կլինի, ընդդիմություն կլինի, աղանդավորական շարժում կլինի, չի կարող զավթել եւ սասանել 1700-ամյա այդ կառույցը։ Այսքանը։ Մենք չենք օգտվում, ոչ, մենք ասում ենք ներսում կան խնդիրներ, պետք է այդ խնդիրները լուծվեն, պետք է բարձրաձայնվեն եւ լուծվեն։ Քանի որ դուք հաստատում եք, որ եղել եք ինստիտուտը բարոյալքվածին չեն բարոյալքվում։ ներողություն խնդրում եմ էլի, չեք կարող ինչ-որ բան։ Քանի որ դուք հաստատում եք, որ եղել եք դպիր, այդ ժամանակ ներսի այդ ներողություն։ մենք վրա ենք տվել։ Չէ, վրա չեք տվել, վրա չեն տվել, շնորհակալություն, բայց վրա եկեղեցու բան չեն ասում։ Մենք քրիստոնյա ենք, եկեղեցին ոչինչ չունենք ասելու, մենք եկեղեցին բռնազավթած բան կտրիչին ենք ասում, նա իրավունք չունի։ Խնդրում եմ, թողեք պարոն Հակոբյանը շարունակի։ Դարձրել է գործ եկեղեցին։ Ես չէի խոսում։ Սա մեր քաղաքացիներից են խոսում։ Այս կարծիքները, չէ, ուղի եթերում ենք, այս կարծիքները արդեն որի կարծիք է։ Ես հնարավորինս զուսպ պատասխանում եմ ձեր հարցերին։ Քաղաքացիները ունեն վրդովմունք։ Քաղաքացիները ունեն ներսում կուտակված հարցեր, ինչը իրենց վրդովեցնում է։ Ես փորձում եմ լինել զուսպ, բայց մի քանի դուք ինքներդ տեսաք, սրանք արդեն ցուցիչներ են, ազդակներ են, որ մենք ունենք խնդիրներ եկեղեցու բարձրաստիճան սպասավորների հետ կապված։ Արգելինես, ասածս այդքանն է։ Լսել ենք, շատ լավ։ Դե հիմա ես էլ կարող եմ ասել ընդդիմադիր ինչ-որ մեկն էլ եկել էր նախորդ շաբաթ եկեղեցուն,
բարձր գորումներ եւ թողեցիք բերանը փակելով դուրս կողմնակիցներն են, բայց ոնց տարանջատենք, որոնք այդ ովքեր են, որ ոչ մեր կողմնակիցներն են, ոչ ընդդիմադիրներն են։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանի կոչով են իրենք եկել այստեղ, այդ ճշմարտությունը կա, Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, գնալու է Հովանավոր։ Ես ողջունում եմ այն մարդկանց, ովքեր որ Նիկոլ Փաշինյանի կոչով եւ շատ խիստ վերապահում ունեմ, որ որոշ հոգեորականներ պարտադրանքով մասնակցել են հանրահավաքների։ Եվ չեն բարձրաձայնել այդ մասին այդ ժամանակ միայն տարիներ կոչով եկել են պատարակի եկեղեցի։ Բոլորին չենք հարցել, Չէ։ Դե ներողություն, կարող է, բայց չունեք փաստ։ Իսկ մենք ոնց չունեմ փաստ։ Իմ համար փաստ է այն, որ հոգեորականը բարձրաձայնել է դրա մասին եւ ասել է, որ իրեն պարտադրել են իր որդեկորուս մորը վերցնել գնալ քաղաքական հանրահավաքի։ Ես շատ կուզենայի, որպեսզի այդպիսի պարտադրանքով քաղաքացիներին տանեին հոգեորականները եկեղեցի պատարակի, ինչ եռանդով, որ ուղարկում էին հոգեորականների հանրահավաքների։ Շատ լավ։ Պարոն Հակոբյան, դուք որ ասում եք, հաստատում եք, որ դպիր եղել եք, այդ ժամանակ այդ եկեղեցու ավելի շատ էիք, չէ՞, մանրամասնությունների։ 13 տարեկան եմ եղել։ Հա, տեղյակ չեք եղել մի խոսքով, որ դուք հեղափոխությունը եղավ, եկաք իշխանության, այդ ժամանակ ինչու սկզբնական փուլում այս գործընթացները։ Իսկ ձեզ ձեր գործընկերը հարցազրույց է վերցնում։ Դուք բայց երկու կողմին էլ լուսաբանում ենք։ Լավ, լսում ենք ձեզ, պարոն։ Որտեղ կանգառանք։ Այդ ժամանակ, որ նոր եկաք իշխանության, ինչի այդ ժամանակ չասեցիք։ Իսկ ձեզ հետաքրքիր է, ես ինչ տեղի ունեցավ, որ ես հետո շարունակեցի դպիր եւ ընդհանրապես այդ ճանապարհը։ Հարցից պատասխանեք, հետո նաեւ ձեր հարցին պատասխանեմ, ես մի փոքրիկ ես որոշել եմ դրա մասին գրել, բայց այսօր հիմա ուր եթերում ես դրա մասին շատ հակիրճ, շատ կարճ կպատմեմ, այն ինչ որ պետք է ես գրեի։ Ես դպիր էի եկեղեցում, որպեսզի սովորեմ նաեւ գրափարլեզուն եւ եկեղեցական ծիսակարգերը, որովհետեւ պետք է գնայի Երուսաղեմ ուսանելու ճեմարանում։ Ծնողներս, հա, եւ իմ համաձայնությամբ ես պետք է գնայի Երուսաղեմ, որպեսզի ճեմարանում սովորեի։ Նաեւ պարապում էի այլ առարկաներ եւ այն պարագայում ես խոսում եմ 93-94 թվականների մասին եւ այն պարագայում, երբ որ լուր հասավ իմ ծնողներին եւ Հայաստան, որ Երուսաղեմում բարձրաստիճան հոգեվորականներ սեռական ոտնձգություններ են իրականացնում ճեմարանի ուսանողների նկատմամբ, իմ ծնողները եւ ես որոշեցին, որ ես այլևս երբեք Երուսաղեմի ճեմարանում չեմ սովորելու։ Եվ այդ օրվանից ես այլևս դպիրել չեղա։ Դուք հասկանում եք, ես խոսում եմ 93-94 թվականների մասին։ Երբ այս ամեն ինչը դեռ չկար։ Ես չեմ գնացել Երուսաղեմ ճեմարանում սովորելու, որովհետև Երուսաղեմից եկավ լուր, որ այնտեղի հոգեորականները ուսանող տղա երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացնում։ Այնտեղից որոշ ուսանողներ ինչ ճանապարհներով ուղղակի ճողոպեցին, փախան, եկան Հայաստան։ Այդ ժամանակ չկար, այսինքն եկեղեցու ներսում ենք խնդիրներ չենք ունեցել։ Նոր է այդ խնդիրները։ Խնդրում եմ։ Եվ ինչի դա չէր, դա եղկելի, դատապարտելի արարք է։ Բա ինչի դրա մասին չէին խոսում, չէին բարձրացնում։ Ես չգիտեմ ինչի։ Եթե լիներ 3 տարի հետո կասեիք ինչի հիմա։ Եկեղեցի հարցին չեք պատասխանել, պարոն Հակոբյան, կխնդրեմ պատասխանեք։ Հարցը կրկնեք։ Երբ որ եկաք իշխանության, ինչի է ժամանակ այս ամենը չհասունացավ։ Որովհետև, չգիտեմ, նախ երբ որ եկանք իշխանության, մի տարի խաղաղ պայմաններում ապրեցինք, դրանից հետո կովիդ, պատերազմ, հետպատերազմյան ցնցումներ, դե ասենք ինչի։ Փաշինյանը ջերմ լուսանկարվում էր, կաթողիկոսի ձեռքներ սեղում էր ժամանակ։ Ես հիմա ինչ եք ուզում։
Հարցը որն է, ինչ ասեի։ Ես չգիտեմ, ես տեղյակ եղել եմ ասացի Եփվանից, որ եկեղեցու ներսում խնդիրներ կան։ 93 թվականից ես տեղյակ եմ եղել, որ մեր եկեղեցու ներսում կան բազմաթիվ խնդիրներ։ Դրանում էլ է ամենայն հայոց կաթողիկոսը։ Բայց դուք այսքան խոսեցինք։ Ես ինչ որ մեկին անձնավորված ասեցի, այս ինչը մեղավոր է։ Ես ասի եկեղեցու ներսում կան շատ մեծ մասշտաբների խնդիրներ եւ ասի, որ բարձրաստիճան հոգեորականության մեջ կա տարաձայնություններ ու էլի մեծ խնդիրներ, որը արդեն 1700-ամյա կառույցը սասանում է, այդ մենք չենք սասանում։ Պարոն Հակոբյան, այդ խնդիրները պետք է լուծում ստանան, պետք է լուծվեն, պետք է վերանան։ Ես նոր էլ ասացի, որ դատապարտելի դրանք երևույթներ են եղել։ Բայց եթե այդքան տարիներ այդ խնդիրները եղել են, եկեղեցու ներսում էլ գիտեն, չեն փորձել լուծել այդ ամենը, կամ այս կերպ եկեղեցին բարոյա լքելով, ինստիտուտը, կառույցը, մարդկանց աչքերում արժեզրկելով հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին, ինչի ենք հասնելու մենք, ուր ենք հասնելու։ Բայց ասում եմ, դուք եկեղեցու բարձրաստիճան հոգեորականներին հարց տալու հնարավորություն ունեք, ասում եք ունենք։ Գնացեք իրանց հարցեք, այսքան տարի ինչի չեք լուծել ձեր այդ խնդիրները, որոնք որ բերել եկեղեցին հասցրեն այս վիճակին։ Իրանց հարցեք, ինձ հարցնում եք, որ իրանք ներսում կարող էին լուծել։ Իրանք Կուսակրոնությունը ժխտած մարդը վերհապար աշխատի։ Իհարկե, գիտեք ինչ փաստ ունեն, որ ես ինչքան ժամանականերա երեսին թքում են, ասում անձրև է գալի։ Ես ներողություն եմ խնդրում։ Ես շատ ներողություն եմ։ Նա ինչ իրավունք ունի։ Բայց ես կարող եմ այդ հարցը շարունակել բարձրացնել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Իսկ Աջապահյանին ես ձեզ կասեմ, շատ իզուր եք պահում։ Նրա նման արդար մարդ գոյություն չունի։ Ես եկեղեցու պաշտպան եմ, ես ժողովրդի պաշտպան եմ, ես առանձնություն չեմ դնում, բայց եթե եկեղեցին չէ, ավելի շուտ հոգևորականն է ինքը պղծվում, նա իրավունք չունի մտնելու այնտեղ։ Ես ասում եմ, նա պիտի չաշխատի այնտեղ։ Ինչի չունենք մենք, ինչի պիտի նա երեխա ունենա։ Շնորհակալություն, ամեն դեպքում ձեր կարծիքը հայտնելու համար շնորհակալություն։ Մի փոքր այսքան կանգնեք, պարոն Հակոբյանի կադրը փակում եք, շարունակեք։ Շարունակեցի, ասեցի, դուք ունեք հնարավորություն իրենց ուղղելու հարց, այսքան տարի, տեսանք իրանք չեն տանում, մենք տարանք։ Այդ գնացեք իրանց հարցեք, ասեք այսքան տարի, ներողություն։ Ասում եք իրանք կարող էին տանել, մենք էլ ասում ենք կարող էին տանել, թող տանեին առաջ այդ օրակարգը։ Եթե չտարան, մենք մեր մոտ էլ որպես հոգևոր հոտ մեր մոտ այդ հարցերը առաջ են գալ եւ փորձում ենք դրանց մասին գոնե մենք պատասխաններ ակնկալել։ Օրինակ, երբևէ փորձել եք գնալ, խոսել, նստել, ասել այդ ամեն ինչը, այդ հարցերը բարձրաձայնել, տեսնել լուծում, օրինակ չի հաջողում ստանալ, նոր ինչ որ քայլեր անձամբ ինքս ես ոնց որ նաև դուք չեմ գնացել եւ չեմ փորձել խոսել։ Դուք լրագրող եք, դուք կարող եք այսօր գնալ այդ հարցերը իրենց տալ, ես չեմ գնացել, չեմ խոսել։ Այդ հարցերը իրենց չեմ տվել, բայց դուք կարող եք, դուք ազատ եք։ Այսօր մամուլը ազատ է։ Սկզբում ասացիք կոവിഡ്եր, պատերազմեր չհասցրինք, հիմա էլ ասում եք իրենք չեն անում, մենք խառնվեցինք հիմա որ։ Ինչ հակասություն եք տեսնում։ Պատճառաբանությունները տարբեր են նշվում։ Որն է։ Մեկը ասում եք կոവിഡ്եր, պատերազմեր համ կոവിഡ്եր, պատերազմեր եւ իրանք իրանց ներսում այդ ժամանակ այս ամբողջ տարիների ընթացքում կարող էին այդ հարցերը բարձրաձայնել եւ լուծումներ տալ։ Հիմա ենք այդ հարցերը բարձրացրել, ասում եք ինչի հիմա, 3 տարի հետո բարձրացնենք, կասեիք ինչի հիմա, 4 տարի, 5 տարի առաջ ասեինք, կասեիք COVID-ը ինչի եք տենց հարցեր բարձրացնում։ Պարոն Հակոբյան, գիտեք ինչու է հիմա ձեզ մեղադրում, որ հենց հիմա եք անում, որովհետև ասում են Ադրբեջանը ուղիղ Հայաստանի եկեղեցու դեմ արշավ իրականացնում, անդադ խոսում է հայ եկեղեցու մասին եւ դուք շարունակում եք ադրբեջանցիների թեզը։ Նրանք ուզում են եկեղեցին կարգի բերել։ Սուտ են ասում։ Նրանք ուզում են եկեղեցին կարգի բերել։ Սուտ են ասում։ Մենք եկեղեցու դեմ որը ես քիչ առաջ դուք այստեղ եք
Այստեղ եք, երբ որ ես ասացի 1700-ամյա կառույցը, ով ուզում է լինի, եթե միասնական է այդ կառույցը, ով ուզում է լինի չի կարող, Ադրբեջանից չէ, որ երկրից ուզում է լինի, եթե 1700-ամյա միասնական կառույց կա, ով ուզում է լինի չի կարող սասանել։ Այդ մենք չէ, ով ուզում է լինի։ Հիմա դուք ասում եք նրանց խոսույթը։ Ես չգիտեմ ինչ է համընկնում։ Տեսեք հարցեք նրանց, ովքեր տենց ուշադիր հետևում են ընդեղից ինչ են խոսում, ես չեմ հետևում։ Ասում իրանց ուղեք այդ հարցը, ես չեմ հետևում։ Խաղաղության տարաշրջան եք։ Հա, շատ լավ, բայց այդքան ես չեմ մեջ վերում Ալիևին, ինչքան այն մարդիկ, ովքեր որ այտենց ամեն բառը բան են անում։ Այդպես որտեվ իրենք բոլոր հարթակները օգտագործում են միջազգային հանրությունը, սոցիալական Ադրբեջանը, հոգևոր առաջնորդը։ Հայաստանի Հանրապետության վարչապետը չի օգտագործում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը չի օգտագործում։ Ավելի քիչ իրանց եք, ավելի քիչ իրանց եք մեջբերում, քան Ալիևին։ Ես եմ ասում։ Բացեք վերնագրեր կարդացեք։ Դուք վերնագրերով եք առաջնորդում, միայն վերնագրերն եք կարդում։ Մենակ վերնագր, ասենք իսկ ինչի պետքա նյութ, որի մեջ գրած է, որ օրինակ վարչապետ Փաշինյանը արեց այսինչ հայտարարությունը, դրա վերնագիրը լինի, Ալիևը սկսեց սրանից։ Սկսեք վարչապետի հայտարարությունից։ Հիմա գրաքննությամբ եք։ Բնավ։ Այդ դուք եք գրաքննությամբ զբաղվում, երբ որ իմ падգամավոր գործընկերոջը ասում եք հայր մեր ասա, որ թողենք մտնես եկեղեցի։ Մոտավորապես։ Մոտավորապես։ Շնորհակալություն, բան Բոլորը պիտի իմանան։ Բոլորը։ Առաջի դասարան։